Կորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Հաշվետու լինելու կարևորությունը։ Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Ինչպես ազատվել ծածուկ մեղքերից» անվանումը։ Հույս ունեմ, որ այն օրհնություն էր քեզ համար և կօգնի ծածուկ մեղքերից ազատվելու և իրական խաղաղության և օրհնության կյանք ապրելու հարցում։ Սիրելի՛ բարեկամ, մեղքից ազատվելու կարևորագույն ընթացքի մեջ ևս մեկ գործոն կա, որը թերևս ամենաանտեսվածն է։ Դա սեփական անձը հոգևոր իշխանություն ունեցող վստահելի ծառայողին հաշվետու դարձնելու իրողությունն է։ Բազմաթիվ քրիստոնյաներ ու հոգևոր կյանքով ապրող մարդիկ խուսափում են և չեն կարևորում հաշվետու լինելու աստվածաշնչյան ճշմարտությունը։ Նրանք նախ կարծում են, թե իրենք բավականաչափ ամուր են և երբեք կարիք չունեն սրբության կյանքում մեկ ուրիշի աջակցության և առավել ևս նրան հաշվետու լինելու, իսկ հետո, երբ ընկնում են ծածուկ մեղքի ճահճի մեջ և այդտեղից դուրս գալու օգնության կարիք են զգում, արդեն ամաչում են իրենց վրա կարգված հոգևոր իշխանությանը իրենց անկում ապրած վիճակը խոստովանելուց և քաշվում են սեփական անձը հաշվետու դարձնելով հետագա անկումներից ապահովագրելու փորձառությունից։ Ա Կորնթացիս 10:12 խոսքում գրված է. «Դրա համար, ով կարծում է, թե հաստատ է կանգնած, թող զգույշ լինի, որ չընկնի»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ծածուկ մեղքի կյանքից ազատագրումը մեկ անգամյա գործողություն չէ, այլ ամենօրյա ընթացք։ Հոգևոր արթնությունը և հաշվետու լինելը պաշտպանում են մարդուն հետընթացից և մեղքի գայթակղության մեջ կրկին բռնվելուց։ Մենք կանչված ենք մեկս մյուսի բեռները կրելու համար։ Գաղատացիս 6:1-2 խոսքերում իրար հանդեպ այս վերաբերմունքը ներկայացվում է որպես Տեր Հիսուս Քրիստոսի սահմանած օրենք։ Աստծու կամքն է, որ քո շրջապատում լինեն մարդիկ, որոնց հետ այնքան մտերիմ կլինես, որ նրանք իրավունք կունենան քեզ տալու քո ծածուկ կյանքի վերաբերյալ հարցեր։ Իրականում, հենց դու պետք է ստեղծես հաշվետու լինելու միջավայրը քո կյանքում։ Դա կարող է լինել վստահելի հոգևոր ընկերոջ կամ ընկերների հետ, կամ կարող է լինել հոգևոր առաջնորդի մոտ խոստովանության ընթացք անցնելուց հետո նրան խնդրելով, որ պարբերաբար հարցնի քեզ քո սրբության և քո կյանքի որոշ հատուկ ոլորտների մեջ քո հոգևոր սկզբունքների պահպանման վերաբերյալ։ Դու պետք է հաշվետու լինես ոչ միայն Աստծուն, այլև վստահելի մարդկանց։ Դու պետք է ունենաս քո կյանքում գոնե մեկին, ով պարբերաբար կհարցնի քեզ սրբության կյանքի քո ընթացքի մասին։ Միայնակ մնալը թշնամուն լավագույն հնարավորությունն է տալիս քեզ կրկին իր գայթակղության ծուղակի մեջ բռնելու համար։ Իսկ հավատարիմ ընկերոջ ներկայությունը քո հոգևոր կյանքում սահմանափակում է մեր թշնամու գործելակերպը և թուլացնում նրա զենքերի ազդեցությունը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։